Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մեր պատմությունը հաղորդաշարի եթերում այսօր խոսելու ենք հայ հոգևոր երաժշտարվեստի պատմության մեջ ամենանշանակալի գործիչներից մեկի Կոմիտաս Վարդապետի մասին։ Նա իրականում ոչ միայն հոգևոր երաժշտարվեստի, այլ նաև ազգային երաժշտական արվեստի մեջ կարևորագույն կերպարներից մեկն է։ Եվ պատահական չէ, որ բոլորովին վերջերս 2025 թվականի նոյեմբերի 4-ից 7-ը կայացած Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի նիստում քննարկվել է նրա սրբադասման հանձնաժողով ստեղծելու հարցը եւ այդ հանձնաժողովը պետք է իր աշխատանքները կատարի եւ քննի տարբեր փաստաթղթեր, վավերագրեր եւ համապատասխան եզրակացությունները ներկայացնի նույն մարմնի քննությանը։ Այսպիսով մենք խոսելու ենք այսօր մի գործի մասին, որ նույնիսկ մեր օրերում խոսվում է նրա սրբադասման հավանականության մասին։ Այսպիսով մեր հաղորդումը այսօր նվիրված է Կոմիտաս Վարդապետի կյանքին եւ գործունեությանը։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք գտնվում ենք Վաղարշապատ քաղաքում, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածքի եւ Վաղարշապատի քաղաքապետարանի միջև ընկած տարածքում, որը կոչվում է Կոմիտաս Վարդապետի անունով, այսինքն Էջմիածնի կենտրոնական հրապարակը կրում է Կոմիտաս Վարդապետի անունը, մենք այդ հրապարակում ենք եւ Կոմիտաս Վարդապետի հուշարձանի մոտ ենք։ Այս հուշարձանը բացվել է 1969 թվականին եւ ուշագրավ է, որ նրա հեղինակը նշանավոր քանդակագործ Երվանդ Քոչարն է։ Բավական կարճ ժամանակամիջոցում է պատրաստվել այս հուշարձանը, 69 թվականին հեղինակն ուներ ընդամենը մոտավորապես 5 ամիս ժամանակ պատրաստելու այն։ Բանն այն է, որ նշվում էր Վարդապետի 100-ամյակը, քանի որ Կոմիտաս Վարդապետը, ինչպես գիտենք, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին, եւ այս 100-ամյակի միջոցառումների շրջանակում քննարկում էր փաստորեն տեղադրել նրան նվիրված հուշարձան Վաղարշապատում, եւ սա պատահական չէր, որովհետեւ այս քաղաքում է նա անցկացրել իր կյանքից 29 տարի 1881-ից մինչև 1910 թվականները եւ եղել է բնականաբար Էջմիածնի միաբանության անդամ։ Այս առումով իհարկե պատահական չէ, որ Վաղարշապատ քաղաքում Կոմիտաս Վարդապետի անունով են կոչվում օրինակ այս հրապարակը եւ իհարկե նաեւ մշակույթի տունը, ակումբը, որը եւս կրում է նրա անունը։ Կոմիտասը ծնունդով Օսմանյան կայսրության Քյոթայա քաղաքից է։ Կոմիտասի հայրը Գևորգ Սողոմոնյանը ծագումով Նախիջևանի գավառից էր, այսինքն արևելահայ էր, եւ այս առումով հատկանշական է փաստորեն, որ ծագումով Կոմիտասը արևելահայ իրականությունից էր։ Եվ այն խոսակցությունները, թե իբրև նրանք տանը միայն թրքախոս են եղել եւ Կոմիտասը միայն թուրքերենի է տիրապետել, պարզապես չափազանցված են։ Բանն այն է, որ նա վաղ մանկության շրջանում դեռևս 1 տարին չբոլորած կորցրել է մորը, այնուհետև մանկության վաղ շրջանում 10 տարին նոր բոլորած կորցրել է հորը։ Եվ նրա դաստիարակությունը հետագայում բարդ խնդիրների առաջ է կանգնել, նա սկզբից կրթությունը ստացել էր հայրենի բնակավայրում, այնուհետև հոր կողմից ուղարկվել էր Պրուսա, ժամանակակից Բուրսա, եւ այնտեղ ընդհատում է փաստորեն կրթությունը եւ նա հետագայում իր տատիկի հոգացությամբ եւ տեղի հոգեվոր առաջնորդության հոգացությամբ շարունակում է իր կրթությունը։ Եվ ահա հենց Քյոթայայի առաջնորդական տեղապահն է, որ նրա հետագա կյանքի գործունեության համար շատ կարևոր գործողություն է կատարում եւ այս մանուկին բերում է Սուրբ Էջմիածին եւ ներկայացնում է Գևորգ 4-րդ Կոստանդնուպոլսեցի ամենայն հայոց կաթողիկոսին։ Եվ այստեղից սկսում է Կոմիտաս Վարդապետի գործունեության շատ հետաքրքիր շրջան։ Այդ պահին իհարկե դեռևս նա վարդապետ չէր։ Գևորգյան ճեմարանը արդեն գործում էր 7 տարի։ 1874 թվականին բացվել էր Գևորգ 4-րդ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի հոգացությամբ եւ անվանակոչվել Սուրբ Գևորգի պատվին, ստացվում է մի քանի Գևորգների կարծեք հովանավորության ներքո գտնվի ապագա Կոմիտաս Վարդապետը, լինելով Գևորգ Սողոմոնյանի որդին, Գևորգ Վարդապետի կողմից ներկայացվելով Գևորգ կաթողիկոսին Սուրբ Գևորգի անունով անվանակոչված ճեմարանում ուսանելու համար եւ
այս հետարքիր զուգադիպությունների ընդհանուր հանրագումարում հետարքիր այն դրվագը, որ ինչպես հետագայում ինքն է նկարագրել, կաթողիկոսը հուզվել է նրա կատարումից, նա հոգևոր երգ է կատարել եւ այստեղ կաթողիկոսը այնքան է հուզված եղել, որ անմիջապես տնօրինել է, որ նրան ընդունեն ճեմարան։ Եվ այսպես սկսում է ապագա Կոմիտաս վարդապետի էջմիածնում անցկացնելիք 29 տարիների այդ շրջանը։ Մենք տեսնում ենք, որ 12 տարի կապված է նրա կենսագրության այդ ուսումնառության շրջանը ճեմարանի հետ։ 1881-ից 1893 թվականներին նա այստեղ է անցկացնում եւ մի շարք հետարքիր փաստեր մենք այստեղ կարող ենք տեսնել, որ կապված են այս նշանավոր գործչի հետ։ Նա այստեղ սկսում է ուսումնասիրել իրեն ամենից շատ հետաքրքրող երաժշտական արվեստի պատմությունը եւ մասնավորապես ազգային երաժշտական արվեստի պատմություն, ուսումնասիրում է օրինակ դեռևս դարի սկզբին Համբարձում Լիմոնջյանի կողմից մշակված հայկական նոտագրության նոր համակարգը, որոշում է նաեւ որոշակի պատկերացում կազմել հայկական ավելի վաղ խազագրության համակարգի մասին, միջնադարյան նոտագրության հայկական տեղական համակարգի մասին, որի վերաբերյալ մենք առանձին հաղորդում ենք ունեցել, մասնավորապես Խաչատուր վարդապետ տարօրինացու գործունեության, որ այս հարցում մեծագույն ավանդ ունի միջնադարում, եւ ի վերջո տեսնում ենք, որ այստեղ նրա գործունեության մեջ մի կարևոր հանգամանք եւս պետք է նշենք։ Հետարքիր զուգադիպությամբ կամ հանգամանքների բերումով այնպես է ստացվել, որ Գևորգյան ճեմարանից սկսած նա հանդիպել է, ուսանել է այն մարդկանց մոտ, ովքեր որ իրենց ժամանակի հայ երաժշտարվեստի պատմության, ուսումնասիրության, հայկական ընդհանրապես միջնադարյան երաժշտական արվեստից սկսած ուսումնասիրող լավագույն անհատների, լավագույն հետազոտողների հետ է աշխատել եւ իրենց ժամանակի երաժշտական արվեստի լավագույն գիտակների հետ հայկական միջավայրում։ Մասնավորապես այստեղ պետք է նշենք մի հետարքիր անձնավորության մասին, որ թերևս թերագնահատված է հայկական միջավայրում եւ դասավանդում էր այդ ժամանակ Գևորգյան ճեմարանում, խոսքը մի այնպիսի գործչի մասին է, ով Սահակ վարդապետ Ամատունին է։ Այս անձնավորությունը օշականցի է ծնունդով եւ օշականի լավագույն փաստորեն զավակներից մեկն է եւ իր ժամանակաշրջանում որոշակիորեն աչքի էր ընկնում նաեւ բանասիրական գործունեությամբ, բառարանագրությամբ, բայց առանձնահատուկ կարևոր էր նրա դերը իհարկե հայ երաժշտարվեստի ուսումնասիրման գործում։ Եվ նա դառնում է Կոմիտասի առաջին ուսուցիչներից մեկը կոնկրետ այս ոլորտում երաժշտական արվեստի պատմության եւ ուսումնասիրման առումով դառնում է նրա համար առաջին խորհրդատուներից մեկը։ Մենք այս պահին գտնվում ենք հենց Գևորգյան ներկայումս հոգևոր ճեմարանի մուտքի մոտ։ Գևորգյան ճեմարանը այսօր էլ գործում է եւ ունի բարձրագույն ուսումնական հաստատության աստվածաբանական համալսարանի կարգավիճակ եւ շարունակում է տալ շրջանավարտներ, հայ հոգեորականներ, ովքեր հմուտ են բնականաբար երաժշտական արվեստի հոգևոր երաժշտության մասնավորապես հոգևոր երաժշտության ասպարեզում եւ Կոմիտաս վարդապետը իհարկե պետք է դառնա հոգևոր երաժշտության լավագույն մշակողներից եւ իհարկե նաեւ ստեղծագործողներից մեկը։ Այս առումով իհարկե այստեղ անցկացրած տարիների ընթացքում նաեւ կարեւոր է նշել, որ վերջին տարում ուսումնառության վերջին տարում դասավանդել է նաեւ հայ երաժշտական արվեստի նշանավոր գործիչներից Քրիստոֆոր Կարամուրզան։ Այնուհետև նա երբ շարունակել է իր գործունեությունը, օրինակ Թիֆլիսում ուսումնառություն, իր հմտությունները այս ասպարեզում փորձել է խորացնել, նրան դասավանդել է տվյալ ժամանակաշրջանում պատարագի հատկապես գրության հարցում լավագույնս աշխատող, լավագույնս մշակող Մակար Եկմալյանը։ 1893 թվականին Սողոմոն Սողոմոնյանն ավարտում է Գևորգյան ճեմարանում իր ուսումնառությունը։ Հաջորդ տարի 1894 թվականին նա ձեռնադրվում է կուսակրոն քահանա եւ 1895 թվականին Սուրբ Գայանե վանքում ստանում վարդապետական գավազան։ Նա կուսակրոն քահանա դառնալով ստանում է Կոմիտաս անունը եւ հետագայում արդեն
հայտնի է դառնում հենց այդ Կոմիտաս վարդապետ անունով։ Այստեղ իհարկե պետք է նշել, որ նա անվանակոչվել է 615-ից 628 թվականներին գահակալած Կոմիտաս Աղցեցի կամ Մամիկոնյան կաթողիկոսի պատվին։ Հիշեցնեմ, որ այս կաթողիկոսն է կառուցել Սուրբ Հռիփսիմեի վանքը 618 թվականին եւ հետաքրքիր է նաեւ թե ով է նրան 1895 թվականին շնորհել վարդապետական գավազանը վարդապետական տվչության ժամանակ։ Սա եւս մեկ հետաքրքիր կերպար է եւ նորից կապ ունի Օշականի հետ, ինչպես նրա առաջին լուրջ շոր ուսուցիչներ Պաստոր երաժշտական արվեստի պարագայում ծնունդով Օշականից, այս դեպքում Օշականում գործունեություն ծավալած նշանավոր մեկ այլ կերպարի մասին է, խոսքը Մեսրոպ arczepiskopos Սմբատյանցի մասին է։ Գուցե հեռուստադիտողների մեջ պատմական կրթություն ունեցող, պատմաբանի մասնագիտություն ունեցողների համար նա առավել հայտնի է հատկապես Շամախի թեմի եւ Գեղարքունիքի եկեղեցիների եւ պատմական տեղագրության նվիրված նրա աշխատություններով, բայց նա նաեւ հայտնի էր ոչ միայն իր պատմական եւ բանասիրական ուսումնասիրություններով, այլ նաեւ նրանով, որ հենց նա է ղեկավարել 5-րդ դարի կառույց Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հիմնովին վերակառուցումը եւ ժամանակակից այն տեսքը, որ ունի այդ եկեղեցին, հենց նրա հոգացությամբ իրականացված շինարարության արդյունքն է։ Երբ 1893 թվականին ապագա վարդապետ Կոմիտասն ավարտում է իր ուսումնառությունը Գևորգյան ճեմարանում, նա կարճ ժամանակ անց նշանակվում է այստեղ ուսուցիչ եւ սկսվում է նրա մանկավարժական գործունեության շրջանը եւ նա հետագայում պետք է դառնա այս ոլորտի, մասնավորապես երաժշտական կրթության մանկավարժներից գուցե լավագույնը եւ ամենամեծ ջանասիրություն ներդրած անձնավորությունը։ Այստեղ շատ հետաքրքիր մի հանգամանք կա, գուցե զուգադիպություն, գուցե աստվածային նախախնամություն, որ Խրիմյան հայրիկ կաթողիկոսը Մկրտիչ առաջին վանեցի, ինչպես պաշտոնական գահացանկում նա ներկայացված է կաթողիկոսների հետ գահացանկում, նա իր կաթողիկոսական ձեռնադրումը եւ օծումը ստացել է Կոմիտաս վարդապետի ծննդյան օրը, հենց այդ նույն թվականին, սեպտեմբերի 26-ին, եւ դրանից ընդամենը 10 օր անց, հոկտեմբերի 5-ին, հենց այս նոր ձեռնադրված կաթողիկոսի հրամանով է փաստորեն ուսուցչական գործունեության կոչվում Կոմիտաս վարդապետը Գևորգյան ճեմարանում։ Արդեն Հայաստանում ձեռնադրվելով 1894 թվականին Կուսակրոն քահանա, իսկ 1895 թվականին Մեսրոպ arczepiskopos Սմբատյանցից ստանալով Սուրբ Գայանեի վանքում վարդապետական գավազանը, նա մեկնում է Թիֆլիս եւ իր ժամանակաշրջանում պատարագի լավագույն գիտակ է ուսումնասիրող Մակար Եկմալյանի մոտ շարունակում հմտացնել իր գիտելիքները, այն գիտելիքները, որ ստացել էր դեռևս Գևորգյան ճեմարանում, եւ հետաքրքիր է, որ այս ողջ ընթացքում նա զբաղվել էր, կարելի ասել, բանահավաքչական բնույթի գործունեությամբ եւ Արարատյան երկրամասում, այսինքն Երևանի նահանգում եւ Էջմիածնի հատկապես շրջակա գյուղերում զբաղվել էր տեղի հատկապես ավագ սերնդի կողմից երկվող երգերի գրի առնմամբ, մշակմամբ եւ հետաքրքիր է, որ ի վերջո Կոմիտասը որոշում է ավելի հմտանալ ժամանակաշրջանի եվրոպական երաժշտարվեստի նվաճումների մեջ եւ որոշում է մեկնել Գերմանիա, այստեղ 1896-ից 99 թվականներին շարունակում է իր կրթությունը։ Այստեղ նա անհրաժեշտ էր համարում իհարկե կայսերական կոնսերվատորիայում, արքունական կոնսերվատորիայում իր կրթության մեջ հմտանալ, բայց կրթությունը 6 տարի էր նախատեսված եւ դրա համար այստեղ դասընթացներին զուգահեռ նա որոշում է, որ կարելի է մասնավոր դասընթացներ վերցնել եւ իհարկե այս հարցում լավագույն մասնագետ եւ լավագույն տեխնացու էր համարվում պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտը։ Նրա մոտ նա 3 այդ տարիների ընթացքում ստանում է լրացուցիչ կրթություն, ավելի է հմտանում իր գիտելիքների մեջ եւ կարողանում է արդեն համադրել ժամանակաշրջանի, արդեն կարելի ասել երաժշտագիտության նորագույն նվաճումների եւ հայկական, ավանդական, թե աշխարհիկ եւ թե հոգեվոր երաժշտության տարբեր հարցերի մեջ։ Վերադառնալով Հայաստան, նա շարունակում է իր մանկավարժական գործունեությունը եւ լծվում է նաեւ իր վաղեմի նախատեսած այդ գաղափարների իրականացմանը, շարունակում է գրի առնել
տարբեր թե ժողովրդական ստեղծագործության գոհարներ եւ թե իհարկե հոգեոր երաժշտության տարբեր նմուշների վրա աշխատել եւ նա իր մշակումները տարբեր տեղեր սկսում է ներկայացնել տարբեր քաղաքներում, շրջագայում է տարբեր տեղերով, լինում է թե Արևելյան Հայաստանի եւ թե ռուսական կայսրության հարավային հատվածի, այսինքն Անդրկովկասի կամ Այսրկովկասի տարբեր քաղաքներում եւ թե հետագայում նաեւ շրջագայում է Օսմանյան կայսրության տարբեր քաղաքներով եւ ներկայացնում է տարբեր տեղերում իր մշակումների արդյունքները։ Բնականաբար նա փայլում էր նաեւ իր կատարողական արվեստով եւ այս առումով իհարկե բացառիկ կերպար էր։ Հարկ է նշել նաեւ այն հանգամանքը, որ Կոմիտաս վարդապետը միջազգային երաժշտական ընկերության համահիմնադիրներից մեկն է եւ սա կարելի ասել գիտակատարողական ինչ-որ մի հարթակ լիներ, որտեղ նաեւ կոնֆերանսներ էին կազմակերպվում եւ զեկուցումներով էին հանդես գալիս այստեղ ներկայացված անձինք եւ ներկայացնում էին իրենց մշակումների արդյունքները, հետևությունները, պատմական օրինակ զարգացման վերաբերյալ երաժշտական արվեստի տարբեր պատմական փուլերի մասին եւ իհարկե շրջագայությունների շարունակական ցիկլերը բերում էին նոր ծանոթություններ եւ այդպիսի ծանոթություններից մեկն էր օրինակ Ռոմեն Ռոլանի հետ ծանոթությունը եւ նա հնարավորություն է ստացել նրա միջոցով աստորեն ավելի մեծացնելու իր լսարանը եվրոպական տարբեր հարթակներում եւ 1907 թվականին նաեւ պետք է նշել, որ լույս է տեսել նրա առաջին ժողովածուն իդեպ Փարիզում 12 ստեղծագործությունների ժողովածու եւ հետագայում արդեն նա նաեւ հրատարակչական բնույթի աստորեն գործունեություն է ծավալում։ Մենք մեր հաղորդումներից մեկի ժամանակ խոսել ենք այն մասին, որ Կոմիտաս վարդապետը զբաղվել է նաեւ հայկական խազագրության վերծանությամբ եւ այս հարցում ունեցել որոշակի հաջողություններ։ Երբ մենք խոսում ենք Կոմիտասի մասին, պետք է նշենք, որ նրա այդ շրջագայությունների ամբողջ ցիկլը անհրաժեշտություն էր դարձնում, որպեսզի նա միաբանության սահմաններից ավելի դուրս գործի, լինի ավելի տարանցիկ կետում եւ պատահական չէ, որ 1910 թվականին նա որոշում է թողնել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ տեղափոխվել Կոստանդնուպոլիս եւ այստեղից ավելի հաճախ շրջագայել տարբեր ուղղություններով, թե եվրոպական տարբեր մայրաքաղաքներում եւ այլ քաղաքներում լինել եւ թե իհարկե գալ նաեւ իր ստեղծագործությունները ներկայացնել Օսմանյան կայսրության տարբեր քաղաքներում։ Կոմիտաս վարդապետը Կոստանդնուպոլսում ստեղծում է Գուսան անունով քառաձայն երգչախումբ, որի մեջ մտնում են 300 երգիչներ։ Այս առումով բավական մեծ աշխատանք է նա տանում, նրա կողմից ներկայացում է հայ երգարվեստը տարբեր բեմերում։ 1912 թվականին երգչախումբը վերանվանվում է Հայ Գուսան եւ շարունակում իր ելույթները։ 1913 թվականին նա Կոստանդնուպոլսի ազատամարտ պարբերականում հրատարակում է մի շատ հետաքրքիր հոդված, կարելի ասել հոդվածը հանրամատչելի բնույթ ուներ, գիտահանրամատչելի նշանակություն ուներ եւ այստեղ նա ներկայացնում էր հայկական երաժշտական արվեստը լիովին ինքնուրույն եւ ինքնատիպ է եւ բավական մեծ ազդեցություն է գործել առհասարակ տարածաշրջանի երաժշտական արվեստի զարգացման վրա։ Պետք է նշել, որ Կոմիտաս վարդապետը ոչ միայն հայկական տեղական հոգևոր երաժշտության եւ ժամանակակից իր ժամանակի դասական երաժշտության քաջագիտակ էր, այլ նաեւ հայկական կարելի ասել նույնիսկ գեղշկական երգերի լավագույնս տիրապետող անձնավորություն էր, ժողովրդական երաժշտության տարբեր ժանրերի մշակող եւ այն տարբեր բեմերում ներկայացնող եւ միևնույն ժամանակ որքան էր զարմանալի է նա բավական լավ էր տիրապետում իսլամական մշակույթի տարբեր ելևէջներին եւ իր համար շատ կարեւոր էր համարում հատկապես հայկական երաժշտության վրա վերջին շրջանում այդ Օսմանյան կայսրության տիրապետության պատճառով որոշ այդ իսլամական տարրերի ներգործության դուրս մղումը հենց հայկական երաժշտարվեստից այս տեսանկյունից նա զգալի գործ է կատարել եւ դուրս է բերել իսկապես մաքուր հայկական ելևէջները եւ այդ օտար ներգործությունները ամբողջությամբ հանել է հայկական ստեղծագործական երաժշտական ժառանգությունից։ Մասնագետները Կոմիտաս վարդապետի կողմից գրի առնված, մշակված եւ լիովին նորովի իսկապես մաքրված ստեղծագործական ժառանգությունը ներկայացնում են 3000-ից մինչև նույնիսկ 6000 կտոր երգ եւ այստեղ իհարկե
թվերը տատանվում են, որովհետև նրա հավաքած նյութերի մի մասը կորսվել է եւ սա իհարկե այն բանի արդյունքն է, որ նա 1915 թվականի ապրիլի 24-ի ձերբակալվածների թվում էր։ Այսինքն Կոմիտասը դարձել է նաև հայոց ցեղասպանության զոհերի խորհրդանիշներից մեկը, որովհետև ինքն էլ կարելի ասել հոգեբանական զոհն էր այս ցեղասպանության։ Կոմիտաս վարդապետի երաժշտական ժառանգության մեջ իհարկե կարևոր եւ բացառիկ նշանակություն ունի պատարագի նրա մշակումը։ Այստեղ երևում է, թե ինչպես է նա հայկական հոգեոր երաժշտության նվաճումները համադրել ժամանակաշրջանի եվրոպական երաժշտական արվեստի դասական, նաև իհարկե երաժշտական արվեստի նվաճումների հետ եւ ստացել ձայնային յուրահատուկ մի ընդհանուր հարմոնիա եւ բնականաբար Կոմիտասի ժառանգության մեջ իհարկե կարևոր բացառիկ տեղ ունի նաև միջնադարյան հայկական տաղերի մշակումը։ Մասնավորապես նա մեծ ուշադրություն է դարձրել եւ զգալի աշխատանք է կատարել միջնադարյան մեր այնպիսի երևելիների ստեղծագործության հետ, ինչպիսիք են օրինակ Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալի կաթողիկոսի, Գրիգոր III Պահլավունի կաթողիկոսի, Հովհաննես Երզնկացու եւ մի շարք այլ միջնադարյան հեղինակների մեր ստեղծագործական ժառանգությունը։ Օրինակ նրանց տաղերի մշակումները նրա մոտ իհարկե բացառիկ կարևորություն ունեն եւ առանձնահատուկ գրավչություն են ներկայացնում այսօրվա հանդիսատեսի եւ ունկնդրի համար։ Կոմիտաս վարդապետը միջնադարյան հայ ողջ երաժշտական ժառանգությունը մշակելու եւ իր ժամանակաշրջանի եւ հաջորդ սերունդների դատին ներկայացնելու հարցում ունեցել է չափազանց մեծ նշանակություն։ Պետք է նշել, որ նա նաև հաշտեցրել է տարբեր ժամանակաշրջանների երաժշտական պատկերացումները եւ ինտեգրել է միջնադարյան լուծումները իր ժամանակաշրջանի լուծումների հետ։ Նա նաև իհարկե մեծ ուշադրություն է դարձրել շինականի, նաև երգին, այսպես եթե պայմանական ասենք, այսինքն սկսած աշխատանքային միջավայրի նկարագրությունից, հայ գյուղացու կենցաղային երգից մինչև բարձրագույն սուրբ եւ անմահ պատարագի երաժշտություն նրա մշակման եւ փաստորեն երաժշտական մշակման առարկան է եղել։ Կոմիտաս վարդապետը ցեղասպանության օրերին ձերբակալվելուց հետո 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալությունից հետո իհարկե որոշ ժամանակ անց ազատ է արձակվել, սակայն նաև շարունակելով տեսնել, թե ինչ է կատարվում ցեղասպանական վայրագ այդ գործողություններից քաջատեղյակ լինելով, նա բնականաբար հոգեբանական ծանր ապրումների մեջ է եղել։ Եվ գոյություն ունի վարկած, որ նա դեռևս արդեն 1919 թվականին իբրև ֆիքսել են, որ հոգեկան որոշ խնդիրներ է ունեցել։ Սակայն մասնագետներ կան, ովքեր որ համակարծիք չեն այս պնդման հետ եւ գտնում են, որ Կոմիտասը ամենևին էլ հոգեկան խնդիրներ չի ունեցել եւ այն պնդումը, որ շարունակաբար տեղ է գտնում, որ նա հոգեկան հիվանդությունից է ի վերջո մահացել 1935 թվականին, ոչ բոլորի մոտ է գտնում ընդհանուր համաձայնություն։ Ի վերջո Կոմիտասը վախճանվել է 1935-ին, այո, Փարիզում հոգեբուժաներից մեկում եւ հենց այս փաստն են հաճախ վերել որպես փաստարկ, որ նա պետք է ունենար հոգեկան խանգարում։ Այս հարցում մասնագետների միջև վեճը մինչ օրս շարունակվում է եւ իհարկե գուցե մի օր ստանա իր վերջնական պատասխանը։ Իսկ նրա երկերի լիակատար ժողովածուն սկսեց հրատարակվել 1969 թվականին Երևանում եւ շարունակվում է այդ հրատարակությունը եւ 10 հատորից ավելի հրատարակություններ են տեղ գտել։ Կոմիտասի անունով անվանակոչված է Երևանի կոնսերվատորիան։ Հետարքիր է, որ նույնիսկ Ստեփանակերտի երաժշտական աստորեն ուսումնարանը նրա անունն էր կրում եւ նաեւ պետք է նշել, որ նրա անունով պողոտագոյություն ունի Երևանում իհարկե եւ հայաստանության տարբեր քաղաքներում կիսանդրիներ են տեղադրված Երևանում, Քվեբեկում նույնիսկ, Փարիզում իհարկե, Փարիզի այդ նրա հուշարձանը մեծ կարևորություն ունի համայնքի համար եւ իհարկե աշխարհի տարբեր քաղաքներում, Սանկտ Պետերբուրգ եւ այլն։ Նաեւ իհարկե Երևանի գլխավոր պանթեոնը, մշակույթի, արվեստի գործիչների գլխավոր այդ հուղարկավորության հանգստարանը անվանակոչված է նրա անունով, որտեղ էլ տեղափոխվել է նա հենց Փարիզում վախճանվելուց հետո նրա աճյունը
այստեղ է ամփոփվել։ Եվ այսօր մեր պատմություն հաղորդաշարի այսօրվա հաղորդումը, որ նվիրված էր Կոմիտաս վարդապետին, մոտեցավ իր ավարտին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը մեր պատմություն հաղորդաշարի եթերում։ Ցտեսություն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse Bank-ը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։